մի շարք արտոնություններ ենք տալիս մի շարք ընկերություններին, այսինքն կառավարությունը այդ որոշումը կայացնում է կամ ներգրավում է մի շարք լոու-քոսթերների ու այդ տուրիստական հոսքերի մասին որ խոսում ենք, գործընկերը գնաց, ես մի նկատառում էլ ուզում անեի, երբ որ խոսում ենք վիզայի ազատականացման process-ի մասին, բայց եկեք նաև արձանագրենք, որ ներկայումս շատ բավականին դյուրին է եւ հեշտ է ԻՄ վիզա ստանալը, քանց այն եղել է։ Դա փաստում է երևի այն, որ այտենց մեծ հոսք ունենք տուրիստական Եվրոմիության երկրներ էս փուլում։ Մենք ունենք այդ հոսքը։ Այսպես ձևակերպենք, ոչ թե դյունի եւ հեշտ է, այլ ավելի շատ թվով մարդիկ են ստանում, որոնցից յուրաքանչյուրի համար փաստ չի, որ ավելի դյունին եւ ավելի հեշտ է, քան նախկինում էր։ Այդի նկատի ունեմ Մարդկանց հոսքն է շատացել, որոնցից յուրաքանչյուրի համար վիզա ստանալը ավելի բարդացել է, բայց եւ այնպես ավելի շատ թվով մարդիկ են կարողությունների մասին է։ Հա, չէ, ուղղակի զուտ որ ձևակերպում է։ Հա, չէ, հասկանում եմ, բայց դա խոսքը գնում է, որ ավելի շատ մարդ է հիմա գնում եւ այո, դա փաստ է։ Բայց որից յուրաքանչյուրի համար վիզա ստանալը դժվարացել է, զուտ քանակի կարողությունների զխող է, հա։ Այո, ազատականացված չի այդ չնայած։ Ես կառաջարկեի այնուամենայնիվ էկոնոմիկայի նախարարությունը մի հատ հետազոտություն անցկացնի վիզաների հատկապես Շենգեն գոտիների ստացման ջուրացման կամ ավելի լավ կամ վատ լինելու։ Այսինքն կարծում եմ այստեղ գոնե բոլոր նստածներից մի զգալի մասը գիտեն, որ դա խիստ վիճահարույց, այսպես ասենք, հայտարարություն էր, որովհետև մարդիկ նա սկսել են ժամկետների առումով շատ կարճ ժամկետներով ստանալ վիզաներ եւ այլն, եւ փաստաթղթերը, որ սկսել են պահանջվել եւ այլն, ավելի են խստացվել եւ ավելի շատացել, այսինքն բյուրոկրատիան, թղթաշրջանառությունը ամեն ինչ շատացել է, խստացվել է, բայց արդյունքը ավելի նվազել է։ Ամեն դեպքում, որպեսզի նաեւ դուք ռեալ պատկերացում ունենաք, մի հատ խնդրեք ինչ որ մեկը թող անկախ հետազոտություն անցկացնի այդ ոլորտում ինչ իրավիճակ է։ Նայեք, ես KPI-ների մասին որ հարց տալիս եմ, պատահական չեմ տալիս։ Այսինքն դուք կենտրոնացաք նրա վրա, որ դինամիկան, առևտրաշրջանառություն եւ այլն։ Ես իմ հարց տվեցի հետեւյալ կոնտեքստում, որ արդյոք առևտրաշրջանառությունը կարող է լինել այդ KPI-ներից մեկը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօրվա դինամիկան բացասական է ցավոք սրտի։ Չեմ բացառում, կարող է 2 տարի հետո դրական լինի։ Բայց ես դրա համար եմ ուզում, որպեսզի օրինակ էկոնոմիկայի նախարարությունը մեր հանրությանը կոնկրետ ցուցանիշներով հանրությանը մատչելի, հասկանալի եւ շոշափելի խոսի Եվրոմիության այդ համագործակցության մասին։ Այսինքն ինչքան է աճել առևտրաշրջանառությունը, ինչքան տուրիստներ են ԵՄ երկրներից եկել Հայաստան, որով խթանել են туриզմի ոլորտը, սերվիսների ոլորտը, որոնք բազմաշերտ են, սկսած հյուրանոցներից, վերջացրած ռեստորաններից եւ մնացած սննդի օբյեկտներից, ինչքան ուղակի ներդրումներ են եղել եւ այլն։ Այդ դրա համար եմ ուզում, որպեսզի մենք հասկանանք, ինչ KPI-ներ կա, որով մենք գնահատում ենք մեր եւ Եվրոմիության միջև համագործակցության արդյունավետությունը։ Այդ արդյունավետություն կարա լինի տարբեր, բացասական, դրական, տարիներով պայմանավորված եւ այլն, բայց ես այդ խնդիրն եմ ուզում, որ մենք ըստ էության բացահայտենք մեզ համար։ Եվ երկրորդը SEPA-ի հետ կապված։ Դուք նշեցիք 60%, ես քանի որ այս հանձնաժողովի էկոնոմիկայի նախարարության մասով, ես դրա համար ասեցի, դուք նշեցիք 60%։ Հիմա քանի որ այս հանձնաժողովի հիմնական գործառույթներից մեկը նաեւ հենց SEPA-ն է, կանոնադրական իր գործառույթներով պայմանավորված, այնուամենայնիվ ես կուզենայի, քանի որ այստեղ եւ էկոնոմիկայի եւ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներն են եւ փոխվարչապետն էլ ոնց որ թե այս ամեն ինչի կուրատորն է, ինչ որ վերլուծական նյութ ստանայինք ձեզանից, որտեղ այս պայդրությամբ կամ հունվարի 1-ի դրությամբ 2025 թվականի գնահատվում է որակական եւ քանակական SEPA-ի իրականացման ընթացքը ծրագրերով, հնարավորություններով եւ որ հնարավորություններն են, որ մենք չենք օգտվում եւ ինչ պատճառով չենք օգտվում։ Եթե օրինակ 60%-ն եք դուք գնահատում, որ այսօր այդ հնարավորությունները կարողանում եք օգտվել, ինչն է պատճառը, որ այն 40-ը մենք այսօր չենք կարողանում օգտվել։ Փաստը մնում է փաստ, որ կա այդ հնարավորությունները։ Պարոն Գևորգյան, խոսքը օգտվելու մասին չի։ Բա խոսքը SEPA-ի շրջանակներում մեր ստանձնած ճանապարհային քարտեզների եւ այլ պարտավորությունների իրականացման կատարողականի մասին է։
Ոչ Դրանք մեկ չի ասել, որ այն հնարավորություն 40%-ը օգտվում ենք շատերը տալիս են հնարավորություն եւ արդեն օգտվում են շատերի մասով իրավական կարգավորումը, այսպես ասած, պետքա որակական գնահատական տրվի, կարող ենք տալ այդ որակական գնահատական, ուզում ասեմ, սա խոսքը նրա մասին չի, որ 60% օգտվում են, 40 չէ։ Այս սպառողների, որը շատ լայնածավալ աշխատանք է, մեր ՄՊՀ-ի գործընկերների հետ այդ դիրեկտիվների մոտարկումով ենք հիմա զբաղված, դա ժամանակատար երկար, բայց այս տարվա վերջի թե մենք այդ դիրեկտիվները ընդունենք, այդ 60%-ը 70-80 չի դառնալու, մոտենալու է 90-ին, այսինքն սա մեր ստանձնած պարտավորությունների իրականացման ցուցանիշ է, որը դե եկեք դա էլ ընդունենք որպես KPI։ Ձեր այդ հարցին առևտրաշրջանառությունը արդյոք կարա դիտվի որպես KPI, իհարկե կարող է դիտվել որպես KPI, բայց իմ ասածն այն է, որ հաշվի առնելով այն ժամանակահատվածի այն ժամանակաշրջանը, որ մենք ապրում ենք, պիտի ավելի նեղ վերլուծություն անենք եւ հասկանանք դա ուղիղ կապված է մեր ինչ-որ մի բան թերի անելու կամ չանելու կամ այլ կերպ անելու մեջ, թե դա առհասարակ մեր գործողություններից մի քիչ անկախ process է, որի ուղղակի, այսպես ասած, որի մեջ ընկել ենք նաև մենք։ Հիմա ձեր գնահատական ո՞րն է։ GSP-ի մասով կներեք, մենք դարձել ենք միջին եկամուտից բարձր ստացող երկիր եւ այդ GSP-ից այլևս չենք օգտվում, դրանով դարձել։ դե հա, բայց այդ process-ը Անցումային շրջանով ուժի մեջ մտավ, եթե չեմ սխալվում, 20 թե 21 թվականին։ հիմա, այսինքն 3 տարի անցումային շրջան կար։ Պատճառներից մյուսը նաև ստանդարտների համապատասխանեցումն է, ստանդարտներից մյուսը նաև մեր ունեցած գործող տեխնիկական կանոնակարգերի ԵԱՏՄ շրջանակներում եւ մյուս դիրեկտիվ երկրների տարբերությունն է, այսինքն մի շարք պատճառներ կան, որոնց ուղղությամբ աշխատանքներ արվում են։ Բայց մի բան էլ ասեմ, ես որ հանկարծ թերմբռնում չլինի, ես շատ լավ հասկանում եմ վիզաների հարցը եւ այստեղ նրա մասին չէր, որ մենք չունենք տվյալներ եւ մենք չունենք, չգիտենք ինչա կատարում։ Ես ուզում եմ ասեմ, բայց ներկայումս շատ ավելի շատ են մարդիկ, որոնք գնում են Ես հենց այդպես եմ հասկացել, ես դա եմ ուզում ասել։ Եվ իհարկե, այո, այդ կարողությունների եւ մի շարք այլ բաներով պայմանավորված ուրիշ խնդիրներ կան այնտեղ։